Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ եթե հաղորդումը չհասցնեք ամբողջությամբ լսել, կարող եք մեզ դիտել նաեւ թվային հարթակներում։ Թարմ ուղեղով այսօրվա իմ զրուցակիցներն են Հասմիկ Ապրեսյանը եւ Ստեփան Սմբատյանը, ովքեր IT Intellectual Cup-ի կազմակերպիչներն են։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ դուք այստեղ եք, կարևոր ինտելեկտուալ միջոցառում է սպասվում, մենք նախորդ տարի էլ առիթ ենք ունեցել այս հետաքրքիր միջոցառման մասին զրուցելու, գալով նախկին կազմակերպումներից, միջոցառումներից, ինչն է փոխվել այս տարիների ընթացքում նախորդների համեմատ, ինչ նորություններով եք այս տարի ներկայանում։ Ողջույն, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Նախորդ տարիների համեմատ այս տարի մի քիչ ավելի մասշտաբային է լինելու միջոցառումը։ Նախատեսել ենք հասնել 100 մասնակցի։ Ունենք արդեն նոր տարածք, որտեղ որ լինելու է միջոցառումը, այս տարի լինելու ենք Dvin Music Hall-ում։ Ինչի մասին է առհասարակ այս մրցույթը, միջոցառումը, եթե փորձենք այսպես ամփոփ ներկայացնել։ Առաջին նպատակը IT ընկերության կազմակերպություններին միտեղ հավաքել ու իրանց հնարավորություն տալ ինտելեկտուալ պայքարի մեջ մտնել։ Հիմնականում դա է։ Networking-ի հարթակը մարդիկ շփվում են ու համել մրցում են ընկերական միջավայրում, տեսնում են ով պես ասած ավելի խելացի իրանցից։ Նախորդ տարիներին ովքեր էին ամենաինտելեկտուալ թիմերը կհիշեք։ Առաջին տեղը զբաղեցրել էր Pixart ընկերությունը, դրանից առաջ երևի էլի եղել էր, որ իրենք էին հաղթել, հաղթողներից եղել են Synopsys-ը, Այ հարցերի շրջանակը չբացելով, հետաքրքիր է ընդհանուր ինչի մասին են հարցերը լինում, տարբեր ուղղություններից, թե հենց ոլորտային հարցեր են լինում, կարող ենք համեմատություն անցկացնել ինչ որտեղ երբ խաղի հետ նմանություններ կան։ Այո, առաջնությունը հենց ինչ որտեղ երբ խաղի ձևաչափով է լինելու, բայց ինչ որ հատուկ ոլորտային հարցեր չեն, ընդհանրական հարցեր են, տարբեր բնույթի, տարբեր տիպի եւ ոչ միայն ՏՏ ոլորտից։ Դուք եղել եք բոլոր տարիներին կազմակերպիչների շարքերում, ճիշտ եմ հասկանում։ Ես առաջին տարվանից եղել եմ, ես ու Սպարտակ Գյուրեղյանը իրար հետ տենց 2019 թվականին առաջին անգամ կազմակերպեցինք, հետո կոവിഡ്ը ընդմիջում մտցրեց մեր առաջությունների մեջ, բայց արդեն 5-րդ անգամ կազմակերպում ենք։ Շատ են սպասում ամեն դեպքում ինտելեկտուալ այս մրցույթին, համայնքը ոնց է տրամադրված ու կարծես թե ամեն տարի փորձում եք թվերը մեծացնել մասնակիցներին, ավելի ներգրավել ավելի շատ մասնակիցների, տրամադրվածությունների մասին կուզեմ խոսել եւ արդյունքում ինչ է լինում, բացի այն որ շփումներ են ձևավորվում, կապեր են ստեղծում, սկսում են իրար ճանաչել, ել ինչն է կարեւոր այս միջոցառման մեջ։ Մի քանի հարցեր փորձեմ հերթով պատասխանեմ։ Հետաքրքրվածությունը իրոք շատ է ու ես դա սկսել եմ ինքս զգալ, երբ որ փետրվար ամսից ինչ որ տարբեր կազմակերպությունների HR-ներ սկսում են ինձ զանգել, ընդ որում իմ համարը վաղուց ոչ մի կոմունիկացիաներում չկա IT Cup-ի, ինչ որ տեղից գտնում են իմ կոնտակտը, զանգում են ու սկսում են հարցնել այս տարի լինելու է, չէ՞, Intellectual Cup-ը երբ է լինելու, մեզ անպայման կասեք, որ լինելու է, ու տենց մի 10-15 ընկերություններ ինձ հետ են կապվում, հաստատ է մարդկանց հետ ում կոնտակտները երևացող տեղում կա կամ մեր page-ին, շատ ավելի շատ մարդ է գրում, հետաքրքրվածությունը կա, ու առաջությունը ոնց որ ամեն տարի մեծանում է, եթե առաջին տարի 30-ից մի քիչ ավել թիմ կար, անցած տարի արդեն 71 թիմ ունեինք մասնակից, իսկ որ ասում ենք որ մասնակից թիմ ամեն թմում 6-ից 8 մասնակից է, այսինքն դա մի քանի 100 հոգի է միաժամանակ։ Թիմերը իրենք ձևավորում են ու գալիս են, թե ամեն դեպքում գալիս են ձեր օգնությամբ եք ձևավորում։ Չէ, թիմերը իրենք են ձևավորում, գրանցվում են, ամեն ընկերություն թիմը 6-ից 8 մասնակից կարող ունենա, որոնցից 2-ը պահեստային կլինեն, եթե 6-ից ավել է, ու իրանք ոնց որ 3 փուլ են մեր առողջության մեջ ու փուլերի միջև ընդմիջումներում մասնակիցները կարող են փոխվել, եթե ինչ-որ մեկը ուզում է մի քիչ հանգստանա եւ այլն, բայց հա թիմերը ընկերությունները ձևավորում են, գրանցվում են, գալիս են մասնակցության։ Իսկ լինում է որ մի ընկերությունից 2 թիմ ենթադրենք մասնակցին։ Այո, իհարկե լինում են, տարբեր այս պահին կան երևի մի 5 ընկերություններ, որոնք արդեն 2 թիմով են գրանցվել։
Բարդ չի ամեն դեպքում այդ տարբերակով մի ընկերությունից իրար դեմ պայքարում են, թե ավելի հետաքրքիր է ստացվում։ Դե երևի ավելի հետաքրքիր է լինում։ Դե մյուս ընկերությունը այն պետք է լիներ, որ ինչ-որ մարդկանց չթողին մասնակցեին, երևի ու ընկերության չափից էլ է գալիս, էլի, այսինքն դե շանս ավելի դեպքում ամեն դեպքում շանսերը մեծանում են իրենց ընկերության հաղթանակի։ Շատ եղել է, որ օրինակ հենց առաջին տարի կարծեմ սինոպսիսից 2 թիմ ունեինք ու իրանց մի թիմը հաղթեց, մյուսը չհաղթեց։ Շատ լավ, իսկ ավելի շատ ինտելեկտուալ կանայք են, թե տղամարդիկ, ինչ որ տենց վիճակագրություն ունեք։ Այլ ենք։ Չենք նայել, չեմ։ Բայց ես կասեի բավականին հավասար է, երբ որ sense դալիճի նայում ես, ես չի ասի, որ sense գերակա կանայք կամ գերակա տղամարդիկ են երևում, բոլոր թիմերում էլ տղամարդիկ էլ կանայք էլ լինում են։ Իսկ թիմերի ձևավորումը եւ գրանցումը մինչեւ երբ է ուժի մեջ, այսպես կարող ենք ձևակերպել նաեւ, եւ կարող են դիմել, արդյոք ունեք վերջնաժամկետ այդ մասով։ Այո, վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, նոյեմբերի 25-ը ներառյալ, մինչև այդ օրը կարող են գրանցվել, այս պահին ունենք երևի 60-ից ավել թիմ գրանցված, բայց դեռ ընդունում ենք գրանցումները։ Կազմակերպչական աշխատանքներից կուզեմ խոսել, ինչքան ժամանակ եք հատկացնում այս process-ին եւ ինչ դժվարությունների եք հանդիպում այս ընթացքում։ Ընդհանուր սկսում ենք երևի 1.5 ամիս առաջ կամ ավելի շուտ, ոնց որ նախորդ IT Cup-ից հետո սկսում ենք վերլուծել, հետո հետևություններ ենք անում, ամրագրում ենք այդ ամեն ինչը, պահում ենք ու արդեն սկսում ենք հաջորդ IT Cup-ից 1.5 ամիս առաջ սկսում ենք պատրաստվել, նայում ենք այդ ամբողջ հետևությունները, հավաքում ենք թիմը, երևի մի 5 կամ ավել հոգի մասնակցում այդ կազմակերպչական աշխատանքներին, կամավորներին չհաշված, ընթացքում բարդություններ տենց շատ չեն լինում, երևի որ թիմերը սկսում են փոխվել, ինչ որ թիմի մասնակիցներն են սկսվում փոխվել, բան, այդ դեպքում է մի քիչ բարդանում, որովհետև ոնց որ ամրագրում ենք այդ մարդկանց, հետո արդեն հետ են գնում, սկսում ենք փոխել։ Ընդհանուր տենց շատ բարդություններ երևի չեն լինում։ Եթե համեմատում ենք ինչ որտեղ երբի հետ, կարևոր է թե ով է վարողը։ Այս հարցը ձեզ մոտ ոնց է լուծվում եւ ով է ձեր վարողը։ Թե ամեն տարի փոխում եք, թե նույն մարդն է։ Մեր վարողը հաստատուն է եւ ամեն տարի լինում է Ստեփանը։ Տենց բան կա, առաջին արժույթից ի վեր ես եմ միշտ վարում մեր առողջությունները, տենց հələ որ շատ խնդիրներ չեն առաջացել։ Կարիքը չկա։ Հարցերի ձևակերպումը եւ կազմումը ո՞նց եք անում։ Այդ կարծում եմ ամենակարևորն է, չէ՞։ Ինչպես եք ընտրում, քանի հարց է լինում առհասարակ խաղի ընթացքում։ Հարցերի քանակը մենք սովորաբար անում ենք 3 փուլ, ամեն փուլում 12 հարց ենք անում։ Դե այդ առաջնության ֆորմատ ունենալու համար մոտ մի 45 հարց պետք է լինում ունենալ, որովհետեւ ինչ որ հարցեր ընթացքում բարձվում է, որ մի քիչ անհարմար են չարժի իրանց օգտագործել, լինում է, որ թիմերը վերջում նույն քանակությամբ միավոր են հավաքած լինում ու պետք է լինում լրացուցիչ հարցեր, որ կարողանանք հասկանալ, որ թիմն է հաղթող։ Հարցերի կազմումը առաջնությանը մեզ Համբարձում Արզանյանն էր օգնում, ինքը Բերձորից էր ու ինքը եզակի հայերեն հարցերի հեղինակներից էր, այսինքն սովորաբար դե ինչ որտեղ երբի շարժում է ինքը ռուսալեզու է ու հեղինակների մեծ մասը ռուսերեն են գրում հարցեր ու հայերեն էլ որ անցկացնում են շատ հաճախ թարգմանում են ինչ որ հարցեր, Համբարձումը ինքը այդ հարցերը հայերեն հենց ի սկզբանե հայերեն գրում էր ու շատ լավ որակի հարցեր էր գրում, շատ հետաքրքիր, շատ յուրօրինակ, ցավոք ինքը էլ մեր հետ չի ու վերջին տարիներին մեզ ուրիշ խմբագիրներ են օգնում, մասնավորապես մեր ինչ որտեղ երբի ակումբի գիտակներից Հարություն Արզումանյանը, մեր վերջին մրցաշարների խմբագիրն է հարցերի, սովորաբար ես եմ աշխատում մեր խմբագիրների հետ, այսինքն իրանք հարցերի փաթեթ են պատրաստում, ես այդ փաթեթը նայում եմ, իրանց հետ քննարկում եմ, հարցերի կաղապարտությունը մի քիչ փորձում ենք բալանսավորենք ու տենց ստանում ենք։ Այդ ամբողջ աշխատանքի ընթացքում ամենահետաքրքիր փուլը ձեզ համար ո՞րն է։ Այդ հարցեր կազմելուց մինչև վարել ձեր պատասխանատվության տակ է։ Դե բոլոր փուլերում իր հետաքրքրությունը կա, այսինքն առաջին անգամ երբ որ հարցերի փաթեթը առաջին անգամ խմբագիրը ուղարկում է,
նախ հետաքրքիր է զուտ, որովհետև ոնց եմ ես ոնց որ այդ հարցերին վերաբերվում, մի քիչ ոնց որ որպես ֆիլտր եմ աշխատում, ես այդ հարցերը կարդում եմ ու փորձում եմ ինքս այդ հարցերին պատասխանել առաջին հերթին։ Ու եթե տեսնում եմ հարցը ինչ որ շատ բարդ է, մտածում լավ, ես բավականին երկար ժամանակ ինչ որ տեղի եմ ու տենց խաղերի մասնակցում եմ, ու երբ որ հարցը իմ համար շատ բարդ է, կարա իհարկե լինի հարց, որը շատ բարդ է իմ համար, բայց ինչ որ մարդու համար շատ հեշտ է, բայց դա ինչ որ ֆիլտր է իմ համար, հա, որ եթե այդ հարցը ես չեմ կարողանում հասկանամ, ոնց որ եսասիրական է ստացվում, բայց ռեալիստիկ սովորաբար տենց այլում, եթե հարցը իմ համար է շատ բարդ, ոչ ռեգուլար ինչ որտեղ երբ կամ ինտելեկտուալ խաղեր խաղացողի համար ինքը էլ ավելի բարդ կլինի։ Այդ հարցերը ոնց որ կարդում եմ, փորձում եմ ինքս այդ հարցերին պատասխանել, շատ հետաքրքիր փուլ է։ Հետո սկսում ես մտածել, օքեյ, ոնց այս հարցերը դասավորենք, որ ինչ որ հետաքրքրության էլեմենտ լինի։ Մեկ-մեկ խմբագիրները դա հաճախ անում են, բայց մեկ-մեկ փորձում ես դու էլ դա անես, ինչ որ հարցերի թեմատիկ շարք կազմես, հա, 3-4 հարց, որը մեկից մյուսի ինչ որ անցումներ կա, ոչ շատ ակնհայտ, բայց երբ որ պատասխանները հարցերի իմանում ես մանավանդ, ցենց ստացվում է ինչ որ շարք կառուցել, դա հետաքրքիր։ Հետո վերջնական դե վարելը ինքը միշտ հետաքրքիր է այս առաջնությունների էնտուզիազմը, մարդկանց էմոցիաները, որ տեսնում ես, ամեն դեպքում բարդ է այդքան թիմի ուշադիր լինել, չգիտեմ, այդքան թիմի էմոցիաները արձանագրել, չգիտեմ, հետևել ինչպես են աշխատում, ոնց եք դա անում։ Դե ընթացքում ունենում ենք թիմից մարդիկ, ովքեր որ տարածքում են լինում, հետևում են նախ, որ իրենք ոնց որ ամեն ինչ կանոնների շրջանակներում անեն։ Ինչ կանոններ ունեք դուք։ Դե չպետք է հուշեն իրար բնականաբար, չպետք է օգտագործեն ինչ-որ թվային գործիքներ ընթացքում եւ ընթացքում չեն կարող փոխել թիմի անդամներին։ Ընդմիջումների ժամանակ կարող են միայն փոխել։ Դա կազմակերպում ենք մեր կամավորների միջոցով, ովքեր ընթացքում հետևում են, հսկում են այդ ամեն ինչին, հսկում են նաեւ որպիսի թիմերի հետ եկող մարդիկ, ովքեր որ եկել են իրենց ողջևորելու, չխանգարեն, չհուշեն։ Դա այդպես ենք կազմակերպում, իսկ թիմերի էմոցիաները ֆիքսելու համար ունենք մեր գործընկեր Dream Shots-ին, ովքեր որ ամբողջ ընթացքում հետևում են եւ ֆիքսում են ամեն դեպքում։ Ասում որ Հասմիկը երկրորդ intellectual cup-ից ի վեր եղել է կամավոր, օգնել է մեզ սկզբից այդ դերում, հետո միացել է կազմակերպչական թիմի տենց աշխատանքներին մի քիչ կողքից, իսկ հիմա արդեն թիմի ոնց որ լիրավանդ կազմակերպչական շատ հետաքրքիր տենց ճանապարհ անցնում Հասմիկը այդ intellectual cup-ի հետ։ Քանի որ տեխնոլոգիական դարաշրջանը նոր հնարավորություններ է տալիս, հատկապես սա էլ IT ինտելեկտուալ մրցույթ է, արհեստական բանականության հետ էս մասով աշխատանքներ տանում եք, ձեզ օգնի ինչ-որ հարցերում, թեկուզ հարցերի մշակման հարցում կամ, չգիտեմ, կազմակերպման մեջ նորություններ մտցնի, թե փորձում եք ինքնուրույն ամբողջը անել։ Հարցերի առումով պետք է երևի մեր խմբագրի հետ զրուցել, տեսնել ինչ է ամեն դեպքում։ Կազմակերպչական առումով չգիտեմ, մենք այս բան ինչ որ ձևի աբը օգտագործում ենք social media post-երը գրելու համար օրինակ։ Post-երը գրելու համար ամբողջությամբ չէ, ինչ որ հուշումներից օգտվում ենք, բայց վերջնական խմբագրումը եւ ամբողջը կազմակերպում ենք, մենք մի քիչ օգտագործում ենք, բայց ամբողջությամբ ոնց որ չենք վստահում էլի։ Ճիշտ է կարծում եմ։ Հաղթողներին ինչ է սպասվում կամ քանի մրցանակ կա առհասարակ առաջին, երկրորդ, երրորդ, թե միայն մեկ թիմ կարող է հաղթանակ տանել։ Ունենք 3 մրցանակային տեղ, առաջին, երկրորդ եւ երրորդ, իրենց տալու ենք գավաթներ, մեդալներ, այս տարի ունենք նաեւ փոխանցիկ գավաթ, մեր բուի տեսքով, որը նախատեսում ենք տալ հաղթող թիմին, որը հաջորդ տարի կվերադարձնի եւ կփոխանցի մյուս հաղթող թիմին։ Մյուս նվերների մասին դեռևս չենք բարձրաձայնի, բայց հետաքրքիր թիմային նվերներ են սպասվում բոլոր հաղթողներին, ընթացքում նաև ունենալու ենք անակնկալ նվերներ, թե հանդիսատեսի համար, թե տեղում մասնակիցների համար, բայց անհատապես։ Հանդիսատես եւս ունենալու եք փաստորեն։ Ովքեր են աջակիցները թիմերի։ Թիմերի աջակիցները այն մարդիկ, ովքեր որ պետքա լրացնեն թիմերը, փոխվեն, ու նաև ուղղակի մարդիկ, ովքեր որ հետաքրքրված են IT կապով ու գալիս են նայում են։
Շատ լավ, թվերի մասին խոսեցինք, թե քանի թիմ է սկզբից ի վեր եղել եւ ինչ փոփոխություններ են եղել այդ մասով, բայց կուզեմ ընդհանուր բովանդակային իմաստով փոփոխություններից էլ խոսենք, այդ մասին քիչ խոսեցինք, ինչն է փոխվել ու ինչի վրա եք դուք հատկապես շեշտադրում անում, որ ամեն տարի այդ իմաստով նորություն ունենաք։ Երևի հիմնական բանը ավելի շատ անփոփոխ է, քան փոխվում է։ Փորձում ենք լինենք հաստատուն նրա մեջ, որ ամեն տարի կազմակերպենք այս մրցաշարը, ավելի շատ թիմներ գրավենք, ինչ որ խնդիրներ հաշվի ենք առնում, օրինակ մենք ունենք առաջին երկու առաջնությունում մենք թույլ ենք տալիս այսպես կոչված պրոֆեսիոնալ գիտակների մասնակցությունը, մարդիկ, որոնք հեռուստատեսային ինչ որտեղ երբ են խաղում, մարդիկ, որոնք ինչ որտեղ երբ սպորտային տարբերակում են խաղում ու մեծ հաջողություններ ունեն կամ բարձր ռեյտինգով թիմերի մեջ են գտնվում, ու դա մի քիչ անհավասար պայքար է ստեղծում, որովհետև այդ մարդկանց համար շատ հարցեր տրիվիալ էին դառնում, ոչ թե նրա համար, որ իրանք ավելի խելացի են, այլ երբ որ դու շատ ես դա խաղում, դու զուտ գիտես ոնց է պետք մոտենալ հարցին, հա, միանգամից հարցի մեջ ինչ որ հարցը որ գրում են ինքն այնց չի որ որտեղ է, չգիտեմ, գտնվում ես ինչ նկարը, ոչ մեկ տենց հարցեր չի տալիս։ Հուշումներ կան, պիտի կան հուշումներ, պետք է այդ հուշումներից բռնվես ու սկսես քանդել այդ հարցը։ Ու երբ որ դու մասնագետ գիտակ ես, շատ խաղում ես, քո համար դա շատ հեշտ է դառնում։ Ու պայքարը անհավասար էր այն տարիներին, հստակ առաջին մրցանակային տեղերից զբաղեցնող բոլոր թիմերում կային գիտակներ, ընդ որում սովորաբար գիտակներ, որոնք եղել են Հայաստանի չեմպիոն, այդ հեռուստատեսային ինչ որ տեղի լավագույն գիտակներ են եղել բազմիցս եւ այլն եւ այլն։ Ու այդտեղից մենք ոնց որ հասկացանք, որ դա մի քիչ անարդար է, ու մենք ուզում ենք ավելի հավասար մասնակցություն, ու երրորդ մրցաշարից ի վեր որոշեցինք, որ միայն ոչ մասնագետ գիտակները պետք է մասնակցեն ու ոնց որ պրոֆեսիոնալ գիտակներին թողեցինք ինչ որտեղ երբ ու նմանատիպ առաջնությունները, իսկ հենց IT Intellectual Cup-ը դարավ ոչ պրոֆեսիոնալ գիտակների առաջնություն, որտեղ հենց որ հասարակ մարդիկ իրար հետ կմրցեն, կտեսնեն ով ավելի լավ է խաղում։ Երբ IT ոլորտի մասին խոսում ենք, միշտ պատկերացնում ենք մարդկանց համակարգիչների մոտ նստած աշխատելիս, նաև նպատակը այս մրցույթը կազմակերպելու այն է եղել, որ մարդկանց հեռացնեք մի պահ գոնե մեկ օրով այդ համակարգիչներից։ Դե համ դա, համ էլ ոնց որ հարցերից մեկը նա, որ միշտ համայնքներում, երբ որ մարդիկ ավելի շատ են իրար հետ շփվում, բայց IT ոլորտում այդ խնդիրը մենք ունենք։ Մեկը այդ խնդիրը կա։ Կան իհարկե IT ոլորտում meetup-ներ եւ այլն ավելի շատ կան, բայց այդտեղ էլ ինչ որ մարդկանց խումբ է մասնակցում, հա, ոչ բոլորն են, որ այդ meetup-ներին մասնակցում են։ Սա մի քիչ ուրիշ ֆորմատի միջոցառում է, այդտեղ մեկ-մեկ մարդիկ են գալիս, օրինակ, նույն չգիտեմ, այն ընկերությունից, որտեղ ես եմ աշխատում կամ այլ ընկերություններից, ես հստակ տեսնում եմ մարդիկ, որը գալիս են մասնակցում են, որոնք ոչ մի ուրիշ միջոցառման IT-ական չեն գնում։ Այսինքն մարդիկ, որոնք գնում են, չգիտեմ, ինչ որ Digitech, GS-Conf, Barcamp ժամանակին, դա ինչ որ մի տեսակի մարդիկ են երևի, ու իրանք ամբողջությամբ չեն համընկնում այն մարդկանց հետ, որոնք օրինակ Intellectual Cup են գալիս։ Մի քիչ ուրիշ մարդիկ են գալիս։ Դուք ուրիշ համայնք եք ձևավորում այստեղ։ Հա, ինչ որ ուրիշ մարդկանց շփվելու նաև ու մրցելու ինչ որ ուրիշ համայնք է, որտեղ ուրիշ ձև են կարողանում շփվել, ոչ բում մասնագիտականի շուրջ, բայց մեկը այդտեղից ինչ որ մասնագիտական ծանոթություններ, կապեր։ Եղել է օրինակ, որ մրցույթից հետո իմանաք, որ երկու ընկերություն համագործակցություն են սկսել կամ չգիտեմ, լավ փորձ է եղել շփվելու, կապեր ձևավորելու։ Սենց հստակ չեմ հիշի կոնկրետ օրինակներ, բայց ես գիտեմ, որ մարդիկ իրար մասին իմանում են, մանավանդ լինում է ինչ-որ ստարտափներ կամ ինչ-որ նախաձեռնություններ, որոնց մասին իմանում են ուրիշ ընկերությունները, ու ինչ-որ սկսում են ինչ-որ պրոդուկտից օգտվել ինչ-որ մեկի, այդպես բաներ հիշում եմ, սենց կոնկրետ օրինակները հիմա չեմ հիշի, ճավելի պետք է պատրաստվեի, բայց հա։ Հասմիկ, կպատմեք մեզ, թե ձեր հիմնական գործընկերները ովքեր են, ովքեր աջակցում են տարիների ընթացքում այդ մասով փոփոխություններ ունենում եք, թե չէ, կան հավատարիմները։
Հավատարիմներից են առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, այս տարի համակազմակերպիչն է, մյուս կազմակերպիչը Թովմասյան հիմնադրամն է, այս տարի առաջին անգամ է միացել IT Cup-ին, նախորդ տարիներին կազմակերպել ենք Digitaine-ի հետ, այս տարի հովանավորներից ունենք Myler-ը, որ էլի առաջին անգամ IT Cup-ի հետ, Այն կազմակերպությունները, որոնք որ միշտ եղել են, դա StaffAM-ն է, մեր գործընկերներից How2Be-ն եւ The Dream Shots-ը։ Շատ լավ։ Երևի մեկ մոռացան գիտակների հայկական ասոցիացիան, որը էլի ոնց որ առաջին մրցաշարից ի վեր մեզ էլի մեր գործընկերն է եղել։ Իսկ այս տարիները ձեզ ինչ փորձ են տվել։ Դե քանի որ ես ի սկզբանե կամավոր էի, շատ դժվար էր այդքան մասշտաբային, այդքան շատ թիմերի հետ աշխատելը, որովհետև պետք էր սկզբում ուշադիր լինել, շատ կենտրոնացած լինել, այդ ընթացքում, այս մի քանի տարվա ընթացքում զարգացել են իմ այդ հմտությունները, որ կարողացել եմ ամբողջը sense համայնքային, sense համապարփակ տեսնել ինչա կատարվում հետո արդեն կազմակերպչական հմտություններն են զարգացել իմ մոտ, դե այնց հետո ոնց որ միացել եմ կազմակերպչական թիմին, սկզբից որոշակի ինչ որ թեթև գործեր էի անում, հետո քիչ-քիչ աճում էին այդ գործերը ու բարթանում էին, այդտեղ արդեն զարգացել են կազմակերպչական հմտությունները։ Կամավորների կարիք հիմա ունեք։ Այս պահին չէ, բայց չունենք, որովհետև արդեն ունենք բոլոր կամավորներին, բայց ամեն տարի ոնց որ ունենում ենք մոտ մի 20-20-ից ավել կամավոր։ Ստեփան ջան, ձեր փորձը։ Չնայած դուք շատ պատմեցիք ձեր փորձի մասին, բայց ամեն դեպքում ամփոփելով կուզեմ նաև ընդհանուր ամենահետաքրքիրը, որ ստացել եք միջոցառման արդյունքում։ Դերևի այս մասշտաբի միջոցառում կազմակերպելը շատ յուրօրինակ փորձ է։ Ես ոնց որ ասացի, առաջին մրցաշարում 32 թիմ ունենք կարծեմ, կամ 34, անցած տարի 71 թիմ էր մասնակցում ու դա Հայաստանի պատմության մեջ, ասենց ինտելեկտուալ խաղերի, ինտելեկտուալ մրցաշարների պատմության մեջ ամենամեծ միջոցառումն է, որը երբևէ անցկացվել է։ Այդքան թիմ ոչ մի անգամ չի եղել։ Հայաստանի առաջնություն, ուրիշ մեծ առաջնություններ, Հայաստանում նույնիսկ ինչ որ տեղի աշխարհի առաջնությունն է անցկացվել 2 անգամ ու նույնիսկ այդ ժամանակ այդքան թիմ չի եղել, ինչքան անցած տարվա Intellectual Cup-ին, հենց գիտակների հայկական ասոցիացիայի նախագահն էր մեր ժյուրիում անցած տարի ու տենց փաստեց, որ հենց հիմա մենք ներկա ենք ոնց որ ամենամեծ միջոցառմանը։ Այս տարի կարծեմ մենք արդեն 80-ից ավել թիմ ունենք, եթե չեմ սխալվում։ Այս պահին գրանցված ունենք 60, բայց դեռ ակնկալում ենք։ Ինչ որ մի քանի թիմերից ունենք ոնց որ նախնական համաձայնություն մասնակցության, իրանք ասել են մենք անպայման գրանցվելու ենք, բայց հələ վերջնական հայտը չեն ուղարկել։ Տենց լինում է թիմերի հետ։ Նախնական թիվ կա, բայց ամեն դեպքում մոտավոր կարծեմ 85 թիմ կամ արդեն գրանցվել են։ Գերազանցել եք նախորդ տարվա թիվը մի խոսք։ Դե, հա, հիմա մնաց որ այն թիմերը, որոնք ասել են մենք հաստատ մասնակցել ենք, հաստատ մասնակցեն, բայց փորձից մեծ մասը իրանց մասնակցում է։ Շատ լավ, շնորհակալ եմ, երևի հիշեցնենք մեզ լսողներին, դիտողներին, որ ամսի 7-ին է լինելու խաղը, ինչպես կարող են հետևել, եթե տեղում չլինեն, հետո որևէ կերպ հասանելի է լինելու։ Հետո հակերճ հոլովակ ենք ունենալու, լայվ չենք ունենալու, կարող են մեր սոցիալները կարող են գալ։ Այո։ Ինչպես արդեն հաղորդման ընթացքում տեղը նշեցինք, օրը նշեցինք, կարող եք մասնակցել։ Երևի այսքանը, շնորհակալ եմ ձեզ։ Ձեզ հետաքրքիր օր եմ ցանկանում, իսկ մեզ լսողներին եւ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ իմ զրուցակիցներն էին Ստեփան Սմբատյանը եւ Հասմիկ Ապրեսյանը, ովքեր IT Intellectual Cup-ի կազմակերպիչներն են։ Կհանդիպենք վաղը, լավ եղեք։